1994 թվականին, երբ որ պետական այցով Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր Վաշինգտոնում, այնտեղ մի ընդունելություն եղավ Բիլ Քլինթոնի կողմից տրված, Բիլ Քլինթոնի ձայնը խզված էր եւ նա պատվիրակեց այդ ելույթը իր կնոջը, ինձ մոտ էլ է այսօր ձայնս խզված, բայց քանի որ կինս մի քիչ ջերմ տենց շատ զգացմունքներ չի տածում ներկա ազգային ժողովի նկատմամբ, ես ստիպված պետք է ինքս այս ելույթը ունենամ եւ մի անգամից կուզեի անել հետեւյալ հայտարարությունը, որևէ ավելորդ դատարկ խոսակցություններից զերծ մնալու, տարբեր մեկնաբանություններ, բամբասանքներ եւ ասեկոսերներ հերքելու համար մի անգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ։ Հիմա ասենք բուն թեմային։ Ինչու պետք է հեռացվի եւ արդյոք պետք է հեռացվի Փաշինյանը։ Դե գիտեք ինչ, Նիկոլի կառավարման 7.5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնամ ներքին կառավարման բնագավառում իր բոլոր ձախողումներին, նկատի ունեմ եւ Հյուսիսարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման այդ աշխատանքների ձախողումը ընդամենը 20%-ն է արված այդ ճանապարհի, նկատի ունեմ բոլոր ամեն տեսակի բարեփոխումների ձախողումը, ինչպիսիք են օրինակի համար հռչակված ոնց էր անցումային արդարադատության ռեֆորմը, դատաիրավական ռեֆորմը, առողջապահական ռեֆորմը, հարկային ռեֆորմը, ամենուրեք ձախողում, այս համընդհանուր հայտարարման ռեֆորմը, ամենուրեք մենք ունենք ձախողումներ։ Ձախողվել է նաև Մարտի բեկի գործի բացահայտման գործընթացը, ձախողվել է կոռուպցիոն բացահայտումների գործընթացը, էլ չեմ խոսում նրա մասին, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում մենք ունենք այս խայտառակ վիճակը, երբ այո ասում են կարող ես ընտրվել, բայց հետո մենք քեզ կամ կհեռացնենք, կամ քրեական գործ կառուցենք, կամ բանտ կնստացնենք, կամ էլ ուղղակի կսպանենք։ Ոչ, գլխավոր ձախողումները Փաշինյանի ներքին կառավարման բնագավառում չեն այնուամենայնիվ։ Նրա գլխավոր հանցանքը ժողովրդի առաջ եւ գլխավոր ձախողումը դա այն է, որ ինքը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Իր 7.5 տարվա կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետևանքով կորցրել ենք 5000 մարդ, իսկ եւս մեկ հայոց աշխարհ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա։ Կարելի է հարց տալ, որը իրենք միշտ տնում են, թե իսկ միթե Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս ամեն ինչի համար։ Եվ մենք ինչու ենք ասում, որ այնուամենայնիվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի, հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։ Շատ բարձ։ Նրանք մեր ժողովրդից պահպանում են մի կարևորագույն գաղտնիք, որը ամենալուրջ վկայությունն է իր գործած հանցանքների մասին։ Դա այն է, որ 2019 թվականին ապրիլին, իսկ հետո նաև հունիսին Նիկոլ Փաշինյանին Մինսկի խմբի համանախագահության կողմից ներկայացվել է մի փայլուն պլան խաղաղության, որով եթե այն իրագործվեր, մենք կունենայինք
մի իրողություն, որ ընդհանրապես պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին եւ կգվեր լիակատար խաղաղություն, խաղաղարար զորքերով եւ այլն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շահկապվում էր Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր իրականում, որովհետեւ դա նաեւ դրթելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը հետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Կարող ենք քարվաճարել ասել, կարող ենք բերձորել ասել, դրանից բան չի փոխվում։ Հիմա ավելի ինչ ասեմ, ապշեցուցիչ, ուղղակի ցնցող մի ինքնախոստովանություն Նիկոլ Փաշինյանը արել է օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Նա ըստ էության ասել է, որ նա գիտակցաբար մերժել է այդ պլանը, որի մասին ես նոր խոսացի, մերժել է այդ պլանը, որպեսզի իրագործվի մի ռազմավարություն, որի շնորհիվ կհաստատվի հաշտություն Ադրբեջանի եւ երկխոսություն Թուրքիայի հետ։ Սա մեջբերում էր ուղղակի իր ելույթից։ Այսինքն ի՞նչ է, թարգմանեմ մարդկային լեզվի։ Այս մարդը մեր ամբողջ ազգին ասում է, որ այո, Արցախը մի խոչընդոտ էր, որը ես պետք է վերացնեի, որ մենք կարողանայինք կնքեինք Ադրբեջանի հետ հաշտություն։ Եվ միայն այդ դեպքում կապահովվեր մեր իրական անկախությունը։ Բայց արդյոք այդ անկախությունը ապահովվեց։ Իրականում սա ասեմ Փաշինյանական հանճարեղ դիվանագիտության մի գյուտ է։ Սրանց բան ես ուսումնասիրելով մարդկային պատմությունը դիվանագիտության չեմ իմացել։ Ամեն ինչ տալ, ոչինչ ստանալ։ Ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հանդուրժել նրա հայաթափումը, տալ Հայաստանի ստրատեգիական բարձունքները, հանդուրժել Բաքվի խոստանգումները մեր գերիների նկատմամբ, լուծարել Մինսկի խումբը, ասում են Մինսկի խումբը ինչին էր մեզ պետք։ Մինսկի խումբը այն պլատֆորմ էր, որը թույլ էր տալիս պատերազմը չսանձազերծել։ Մինսկի խումբը հենց բանակցությունների հարթակն էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին մերժեց անգամ բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ։ Ինչը արդեն հենց հիմք դարավ նրան, որ միջազգային հանրությունը այլևս չէր կարող ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ նա չսկսի պատերազմը, որովհետև խաղաղության, խաղաղ բանակցությունների լեզուն մերժել էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Էլ ոնց կարող ես հրահրես կամ հայտարարես պատերազմ։ Այս մեղքը, այս հանցագործությունը Նիկոլի վրա է։ Եվ ինչ է անում այս ամեն ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը հիմա։ Հայաստանը սեղանի շուրջ ընթացող բանակցությունների մասնակից չէ այլևս։ Նա այդ սեղանին դրված ուտելիքի կարգավիճակի մեջ է հայտնվել, ինչպես Չեխոսլովակիան 1938 թվականին Մյունխենի կոնֆերանսում։ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի գործիքը, փորձում է Հայաստանից սարքել Ադրբեջանի վասալային պետություն, նրա ճնշման տակ փոխել սահմանադրությունը, կտրելով պետության կապը, մեր պետության կապը անկախության հռչակագրի հետ։ Նա ուզում է վերացնել մեր անվանական ինստիտուտները եւ խորհրդանիշները։ Այս իր պայքարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այդ ցանկությունը Արարատը հանել, Արարատի նշանը հանել մեր զինանշանից։ Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման այս զառանցանքը կամ 4-րդ հանրապետությունը, այս փաթեթավորման տակ ընդամենը կատարվում է հետևյալը։ Մեր ժողովրդի վզին նա ուզում է փաթաթել ադրբեջանահպատակ հայկական պետության մոդելը։ Ավարտելով Արցախը նա հիմա զբաղված է Հայաստանի անկախության ոչնչացմամբ։ Հիմա անցնենք բուն հարցին, այսինքն նրա հանցանքները պարզ են, նա պետք է հեռացվի, այո, դա կարևորագույն նպատակ է։ Հարց, ինչու դա չի ստացվում։ Երևի ամենակարևոր հարցն է այսօր։ Բոլոր այս շարժումները եղան, բոլոր ճնշումները եղան, Բագրատ
Սրբազանի, Գալստանյանի այդ շարժումը եղավ, տպավորիչ քանակով մարդիկ հավաքվեցին, ինչու այնուամենայնիվ չեղավ ոչ այս իշխանափոխությունը, ոչ չգիտեմ իմպիչմենտը եւ այլն եւ այլն։ Ինձ համար այդ հարցը պարզից էլ պարզ է։ Մեր ժողովուրդը կներեք չի ցանկանում շնից փախնել, գելի բերան ընկնել։ Միջև ինքը իր առաջ չտենա մի լուրջ առաջնորդություն, համաժողովրդական շարժում, որոնց լիդերներին նա վստահում է, որոնք ունեն Հայաստանի վերափոխման լրջագույն ծրագիր եւ տեսլական, ժողովուրդը ոտքի չի կանգնելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այսինքն գլխավոր խնդիրը եւ բանալին հենց նման համաժողովրդական շարժման ստեղծումն է։ Ուրեմն ինչ է պետք անել։ Պետք է մենք ունենք 2 րոպե, էլի խնդրում Մենք ունենք համաժողովրդական շարժման ստեղծման ծրագիր, որը պետք է լուծի այս խնդիրները, փոխի մթնոլորտը երկրում, մոբիլիզացնի մեր ժողովրդին, դառնա նրա երազանքների կրողը, մշակի մեր ինքնությունը հարգող խաղաղության հաստատման իրատեսական ծրագիր։ Քանի դեռ այն ստեղծված չի, ոչ մի խնդիր չի լուծի։ Իսկ երբ որ ստեղծվի, Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը կդառնա լուծելի թե իմպիչմենտի, թե ընտրությունների միջոցով։ Եվ մեր իրական խաղաղության հաստատման ծրագիրը պետք է իր մեջ մեր կարծիքով ներառի BRICS երկրների ներգրավմամբ Երևանը մեղրի հետ կապող երկաթուղու կառուցումը, որը Հայաստանը կազատի Ադրբեջանից միակողմանի կախվածությունից, կդնի ռեգիոնում իսկական աշխարհաքաղաքական բալանսի վրա հիմնված խաղաղության հիմքերը։ Մենք կարծում ենք, որ ստեղծվելիք համաժողովրդական շարժման մեջ ընդգրկվող իրատեսական, քաղաքական ուժերի եւ հանրային անձանց ծրագրային պլատֆորմի մեջ հյուսիս-հարավ երկաթուղու ստեղծված նախագիծը կարող է դառնալ բոլորիս միավորող ազգային ծրագրի հիմնարար դրույթներից մեկը եւ խոստանում ենք շատ շուտով կազմակերպել այդ նախագծի հանրային քննարկումը։ Շնորհակալություն։ Մի հատ էլ կարգախոս ասեմ վերջում գնամ էլի։ Մեր քաղաքական որոշ գոլեգաներին առաջարկում եմ մի քիչ ձևափոխել այն կարգախոսը, որոնք իրանք ձևափոխել են վերցնելով այդ կարգախոսը մեզնից։ Ուրեմն հարցերը կլուծի պայքար ճիշտ ձևով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, համեցեք Տիկին Հարությունյան։